ցանցի համար, եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցեր, իմ կարծիքով այդ ցանցերը բացահայտված են։ Ամբողջությամբ եւ լիարժեք։ Եվ ընդ որում այդ թվում հարուցված եւ դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են։ Եվ իմ կարծիքով քրեական գործի նյութերում, տեսեք ես նոր ինչ ասցի նույնիսկ հրապարակված փաստաթղթերի մեջ բաներ կան, որ ես ձեզ չեմ կարող մատնանշեմ։ Ես խոսում եմ հրապարակային փաստաթղթի մասին։ Ես գուցե թե ինձ համար ավելի հեշտ է, որովհետև ես այլ մանրամասներ եմ տիրապետում եւ այդ ավելի հեշտ է անցնել, բայց այսօր արդեն արկա իրադրությունը, ուժերի բաշխվածությունը, ով որտեղից եկավ, ով որտեղից է սնվում, ով որտեղ ինչ կապ ունի, այսինքն կներեք, մենք բան ենք թղթեր են մամուլում հայտնվում, ենթադրենք ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։ Բայց ինչի մասին է, то ազդեցության էլ, առանց ազդեցության էլ գործակալ։ Այսինքն կարան տեղեկանք բերեն, որ թոշակի են գնացել ԿԳԲ-ից, էլ արդեն գործակալ չեն համարվում։ Որտեվ գործակալը անցնում է բանին, չէ՞։ Իրավահաջորդ կազմակերպությանը, չէ՞։ Շատ պարզ բան է։ Ես շատ թափանցիկ ասել եմ հոգևորականների ցանցի մասին խորհրդային միությունը, այս ամբիոնից չեմ ասել, ձեր ներկայությամբ չեմ ասել։ Դե հպանցիկ ավելի, դե կներեք էլի, ասենք ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Ավելի ոչ հպանցիկ ինչ ասեմ։ Այսինքն այդ ամեն ինչը բացահայտված է, իմ կարծիքով թափանցիկ է։ Եվ իմիջայլոց ասեմ։ Ներքաղաքական կյանքի, բա ինչի փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում։ Այսինքն փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև այդ ազդեցության գործակալները չեզոքացված են։ Դրա համար էլ չկա։ Շատ պարզ պատասխան։ Ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են։ Հիբրիդային գործիքները չեզոքացվում են։ Բա օդից ընկավ։ Բա ուզում են, չեք զգում հենց բանի դահլիճից էլ, բանի էքսպրեսիայից արդեն զգացվում է, չէ, որ մարդիկ սենց բան են անում, վառվում են, բայց չի ստացվում իրանց մոտ ոչի բան։ Ինչի շատ պարզ պատճառով, որովհետև այդ կոնսպիրատիվ բոլոր բաները, կապուղիները արձանագրված են, եւ ով որ փոսում է այդ կոնսպիրատիվ կապուղով անցնի, չագուչով գլխին տալիս ենք։ Եվ վերջ, եւ պարզ, եւ թափանցիկ։ Հա մեր ժողովուրդն է մեզ անդադ բաներ անում, քննադատում էր, նույնիսկ հայհոյում էր, ասում էր հերիքա անկամ թավիշը, բա ինչ եղավ, բանը պողպատե մանդատը, հեսա պողպատե մանդատը իր ողջ ուզով գործում է, ու լեգիտիմ է գործում, ու ժողովրդի տված լիազորությամբ է գործում է, չի ուշացել ընդվորում, ճիշտ պահին, միշտ էլ գործել է ժամանակին եւ պահանջին համապատասխան, եւ համոզված եղեք, ինչքան օբյեկտիվ պահանջ լինի, այդքան համապատասխան օբյեկտիվ պահանջի գործելու է, որովհետեւ խոսքը Հայաստանի պետականության մասին է, ժողովրդավարության մասին է, ժողովրդի ինքնիշխանության եւ ազատ կամ արտահայտման մասին է եւ մենք գնալու ենք իմ կարծիքով բացահայտված է ցանց ու ոչ մի գաղտնիք այլևս չկա ուղղակի պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել